Սերժը կամ նրա տեղապահը, անկախ նրանից ով կլինի, թող դա լինի Արմեն Աշոտյանը, կարող են հաղթել Նիկոլ Փաշինյանին։ Կյանքը ապացուցել է, որ ճիշտ հակառակն է եղել։ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին, 21 թվականին ճիշտ հակառակ պրոցեսն է տեղի ունեցել։ Հաջորդը Քոչարյանը կարող է հաղթել Նիկոլ Փաշինյանին 2021 թվականին, վերջի տարիներին նրանց գործունեությունը, 3 տարի քաղաքական դաշտից Ռոբերտ Քոչարյանի բացակայությունը, նրա նկատմամբ հարուցված քրեական գործերը եւ նրա նկատմամբ հանրության մեծ մասի ընկալումը, սիրելի բարեկամներ, տալիս է այդ հարցի պատասխանը, որ այս մարդիկ չեն կարող հաղթել Նիկոլ Փաշինյանին եւ ճիշտ հակառակը, իրենք չեն էլ գիտակցում, լսեք, դուք չեք էլ գիտակցում, որ նույնիսկ այս ձեր իրար գզվրտոցի արդյունքում էլ դուք սրանով եք օգնում Նիկոլ Փաշինյանին։ Երբ որ դուք գզվրտում եք, զբաղեցնելով ընդդիմադիր սեգմենտը դաշտը, դուք դրանով թուլացնելով, ոչնչացնելով ընդդիմադիր հատվածը ամբողջությամբ, ձեր մասին չի խոսքը, ընդդիմադիր հատվածի ամբողջ փիլիսոփայությունն եմ նկատի ունենում։ Դուք ուժեղացնում եք իշխանությանը։ Դուք ավելի եք ամրապնդում գործող իշխանության դիրքերը։ Հետևաբար, ձեր գզվրտոցից Նիկոլն ավելի է օգտվում։ Դուք անգամ այս պայմաններում եք օգնում նրան, հենց այս ձևել եք օգնում նրան։ Հետևաբար, ձեր փրկությունը, նաև մեր ժողովրդի փրկությունը ձեր